Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է տոնը շնորհավոր ձին այդ նախագիծը։ Մեկ ամսյակը շարունակվում է դեռ։ Մենք դե սիրում ենք ականջներով, բայց ասեմ, որ սկսել ենք նաև խոսքերով էլ սիրել։ Դրա համար ես ինձ մոտ տաղավարում հյուրընկալում եմ նաև այն աստեցիկ կանանց, ովքեր որ կարողանում են նաև էկրանից այն կողմ աստեցություն թողել եւ շատերին էլ ասել, որ մենք կանայք օրինակ 40 պլյուսները սիրում են արդեն գործով։ Այդ թեման հետո հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն հեռուստադիտողներին, ովքեր գրում են, ջնջում են մեկնաբանություններ, շատերն ասում են Զինա ջան, ինչու է բացակայում այս կամ այն դեմքը, բոլորը հերթականությամբ եւ օրվա բոլոր հոբելյարներին եմ շնորհավորում լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ վերադառնում եք տաղավար եւ իհարկե մեծագույն սիրով ձեզ ներկայացնում իմ շատ սպասված հյուրին։ Աշխարհում չունես նման, անգամ մեկին քեզ նման, սերը, 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 քո տեսակը աննման, սիրտս համբերի խոսեմ, մեկ է նույնը ես կասեմ, վերը, 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 սերը, որին դժվար ենք հասել, վերը, 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 սերը, որին դժվար ենք հասել, արևես դու, սնվել ես իմենա դու, Սիրունես դե ասա անունը քեզ սիրող մարդու Արևես դու Սնվել ես իմենա դու Սիրունես դե ասա անունը քեզ սիրող մարդու Ասեմ համառոտ, դու ասես դարձար ինձոտ Արի, սերես, չմնա սիրտս կարայ Ես աշխարհն վարդերի, քո կողքին եղամ թերի Արի, սերես, դու իմ կյանքի անթերի Արի, սերես, դու իմ կյանքի անթերի Արևես դու, սնվել ես իմենա դու Սիրունես դե ասա անունը քեզ սիրող մարդու Արևես դու Սնվել ես իմենա դու Սիրունես դե ասա անունը քեզ սիրող մարդու Սիրունես դե ասա անունը քեզ սիրող մարդու Արևես դու Սնվել ես իմենա դու Սիրունես դե ասա անունը քեզ սիրող մարդու Արևես դու Սնվել ես իմենա դու Սիրունես դե ասա անունը քեզ սիրող մարդու Արևես դու Սնվել ես իմենա դու Սիրունես դե ասա անունը քեզ սիրող մարդու Սիրունես դե ասա անունը քեզ սիրող մարդու Դեն շարունակվում է աշխատանքը 21 TV-ի եթերում։ Ես խոստացել էի, որ միջև ապրիլի 7-ին ինձ մոտ տաղավարում լինելու են ազդեցիկ կանայք,
կանայք, ովքեր ունեն երկար տարիների փորձ իրենց աշխատանքով, կանայք, ովքեր մեծ ազդեցություն են իրենց գործունեությամբ, կամ ուղղակի կանայք, ովքեր որ հերոսածին են, դա ամենակարևոր երևույթն է։ Այսօր ես ինձ մոտ հյուրընկալել եմ Երևանի քաղաքապետանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի մասնագետ Սիրանուշ Միրզոյանին։ Սիրջան, ողջույն։ Ողջույն ձեզ Դինա ջան։ Արի թույլատնելու համար անցնենք դուի։ Okay։ Շատ լավ։ Նախ ասեմ, որ նոր ոճը քեզ շատ սազում է։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եի կոմենտ անեի, բայց ասեցի չէ, մեկ Սիրանուշը ինձ մոտ աղավարում լինելու է, եւ քանի որ մենք ունենք ընդհանուր ընկերուհի Սոնյա Դիլանյանը, ինքն էլ հայտնի ռիժիկ Այո։ ասեց դու տեսար, որ ոճը որն է կոչվում, այսինքն արդեն դու ունես դրական պատասխանը Սոնյայից, այդ կարևոր է։ Դա շատ կարևոր է եւ ցանկացած կնոջը կարծում եմ փոփոխություններ պետք է կյանքում, դա նորովի ներկայանալ ավելի, յուրովի ներկայանալ եւ միշտ պուպուշ մնալ։ Իսկ իմ կարծիքով նաեւ աշխատանքային թեման էլ էլի կապ ունի։ Ասենք մարդիկ կան մեզ հետ շատ շփվում են, իրանց էլ պետք է էսթետիկ հաճույք պատճառենք։ Այո, պետք է միշտ լինես ներկայանալի, կարծում եմ Զինա ջան։ Հա, շատ լավ։ Այս թեման մի բան էլ ասեմ ու շարունակենք։ Իմ ստիլիստ ընկերուներից մեկը Լիդան ասում է, եթե դու նայում ես հայլու մեջ ու դու ինքդ քեզ հավանում ու սիրում ես, ուրեմն հաշվի ամեն բան նորմալ է։ Ոչ թե կարծիք դիմացինի, այլ մենք մեզ։ Դու քեզ հավանում ես, վերջացավ։ Այո։ Շատ լավ։ Ես մի քանի հարցեր եմ, եթե անկեղծ աշխատանքային նախապատրաստել, բայց մնացած հարցերը, Սիրջան, զուտ կանացի թեմաներով է։ Քանի որ մենք Սիրանուշ Միրզոյանին միշտ տեսնում ենք հատուկ կեցվածքով, երագույնով, այս վիճակում ու կարևոր տեքստով, ինչու ոչ, բացահայտենք այն կնոջը, որը շատ կանանց եւ ամուսնացնում է եւ բաժանում է։ Կներեք։ Դա կյանքի չգրված եւ գրված օրենքներից է։ Քո աշխատանքային գործունեության ընթացքում կարող ես հիշել, քանի զույգ ես այսպես հենց կանգնել, կարդացել, տեքստ ասել եւ ամուսնացրել։ Այդ ԶԱԳՍ-ի տեքստը։ Զինա ջան, ԶԱԳՍ-ի տեքստը հատուկ պատրաստված տեքստ չի, ամեն մեկս մեր ելույթը ունենք, չենք կարդում, այո, խոսում ենք։ Ես դա չգիտեի։ Եվ շուրջ 20 տարի է չեմ հաշվել, քանի զույգ եմ ամուսնացնել։ Հա։ Այո, շուրջ 20 տարի այս գործի մեջ եմ եւ սիրով, պատասխանատվությամբ, հաճույքով կատարում եմ այդ աշխատանքը։ Կներեք, իսկ մի հարց տամ, որտենց ասում են մենք ուզում ենք ԶԱԳՍ-ի արարողությունը լինի հարսանեկան հանդիսության օրը, դա fake չի, չէ։ Ոչ, fake չի, դա իրական, իրենք գալիս են, դիմումը գրում են եւ այդ արարողությունը հանդիսավոր կատարվում է տարածքային բաժնից դուրս, որը օրենքով նախատեսվում է։ Իհարկե fake բաներ անում են ոչ ԿԿԳ աշխատողները, որը քրեորեն նաև պատժելի է։ Այո, պատժելի է եւ չի կարելի պետական աշխատողի դերը ստանձնել եւ կատարել ֆեյք արարողություններ, զուտ հյուրերին ցույց տալով, որ ահա ԶԱԳՍ-ի աշխատակիցը եկել է արարողություններ անում, դա քրեորեն պատժելի է։ Դա հյուրը իհարկե չի իմանում, դա իմանում է միայն զույգը եւ այդ կատարողը եւ դա կարծում եմ դա սխալ է։ Սխալ է, Ես այդ հարց ուզում էի տալ։ Ուզում էի հասկանալ։ Օրինակ, ես գիտեմ, որ հարսանեկան հանդիսությունների ժամանակ ասում են, ինչ կլինի, թող հանդիսավարուհին կարդա։ Օրինակ, կներեք իմ 10 մատը, ասենց ասպես ասած, ինչ ասես անեն, ես դա չեմ կարող անել։ Ինչքան էլ դերասանի վարպետություն ունեմ, բայց ես տեսել եմ, որ շատ հանդիսավարուհիներ թեկուս հանդիսավարույչ են, նո դերասանական չէ։ Դա անում են, փաստորեն դա չի կարելի։ Դա չի կարելի, դա քրեորեն պատժելի է, նորից եմ ասում, եւ դա տգեղել է դիտվում, դա ինքանի իմաստը դրա չեմ տեսնում, հա, անելու եւ հյուրը փաստորեն ծափահարում է ոչ մի բանի համար, այդ զույգը արդեն նախորոք ամուսնացել է ԿԿԳ տարածքում, պատկերացնում եք, հյուրը չի իմանում դրա մասին իմանում է էսթետիկ սիրունության համար է փաստորեն, բայց սխալ է։ Մի բան էլ, հա, Եթե դու այդ օրը զբաղված ես, դու հնարավորություն ունես ես մի քանի տեղ գնալ մեկ օրվա մեջ այդ տեքստը եւ ասել։ Այո, նայած որ ժամին է լինում եւ ես մենակով չեմ, ես ունեմ նաեւ գոլեգաներ այլ բաժիններից, որոնք որ եթե կարողանում են, իհարկե գնում են այցելում։ Դա օրենքով նախատեսված է, դա օրենքի մեջ է, սիրով կատարում ենք, բայց դե եթե կոնկրետ ուզում են, որ ես ներկայանամ, այնպես ենք անում, ժամերը տեղավորենք, որ Հա, նաև հարմարվի։ Չպատրվեմ, այո, որ հարմարվի։ Բացահայտումներ է լինում ինձ մոտ։ Շատ լավ, եւս մեկ հարց։ Իսկ եղել է դեպք, որ
Աղջկա, տղու չեմ ուզում ասել։ Եղել է որ գնացել ես նորից այս ամբողջ իրականացնելու համար, սիրու տեսել ես դու այդ հարցին եւս մեկ անգամ ամուսնացրել ես, բայց ուրիշի հետ։ Չի եղել։ Ինչ ված հարցեր։ Չի եղել։ Չէ։ Դրի ֆիլմի սենը։ Տղան եղել է։ Հա։ Տղան եղել է, աղջիկը չէ։ Չի եղել։ Մեր աղջնակները բոլորը ինձ մոտ։ Բայց ես գիտեմ, որ կա մի զանգված, որ չգիտեմ ինչու, զաքսավորումից այսպես ասած վախենում եմ։ Դա ինչ եմ որ ասում չեմ ուզում имуществен կիսեմ, չգիտեմ ավելի կապված է լինում զաքսի թեմ։ Ինչի են վախենում մեր տղաները զաքսավորվել։ Այդ հարցը իրենց պետք է տանք։ Տղաները, որ մտնում են տարածքային բաժին, ցենց մի տեսակ մանտրաշ, հա, ոնց են ասում, մանտրաշ տեսքով են, սկսում ենք կատակները, հումորները միշտ պետք է արկա լինեն, հա, մեր բաժնում ասում ենք, հա, նորմալ է, հա, բան նորմալ, դե իրանց մոտ էլ է, իրանք գիտակցում են, որ կյանքը փոխվում է, արդեն պատասխանատու շրջան են կյանքի մտնում, հա, եւ դա իրանց մի քիչ ինչ ոնց ասեմ, որ ճիշտ լինի, մանտրաշի մեջ է գցում։ Աստվածի։ Շատ մոտ թեմա է համենայն դեպս։ Եվ մի հարց էլ ուզում եմ այս զաքսի թեման ավարտեմ, նոր անցնեմ մեր կանացի թեմաներին, հա։ Այսօր ես գիտեմ, որ նաև շատ աղջիկներ զաքսավորվում են ուղակի, չգիտեմ սիրում են թե չէ, բայց օտարազգի տղաների հետ ունենք։ Իհարկե, բազմաթիվ։ Եվ այդ օտարազգի տղաները նորմալ ընդունում են մեր օրենքները, որ իհարկե, հա, դուք մենակ պետք է տեսնեք հնդիկները ոնց են հայկական երաժշտության տակ ապարում։ Դե տեսել եմ, թե չէ։ Իրանի քաղաքացիները ինչու՞ չէ, ընդունում են։ Իսկ այլ մի քիչ ավելի հեռու եղել ես, իր որ ասես զարմացել ես, որ այս ազգի, ասենք, տղան ամուսնացել է։ Զինա ջան, ես այսօրվա մեր օրերին ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Հա, ես Ձեզ է խորհուրդ կտամ։ Չզարմանամ։ Իսկ վերջի գոնե 1 տարվա ընթացքում, լավ, զաքսավորումներն են շատ է բաժանություններ։ Իհարկե զաքսավորումներ։ Այո, ամուսնությունները միշտ գերակշռում են ամուսնալուծությունները 3-4 անգամ։ Իսկ ես սիրում եմ այն պահը, որ գալիս են բաժանության այդ թեմաները ստորագրելու, ես գիտեմ, որ տալիս եք ժամանակատված նորից։ 1 ամսից մինչև 6 ամիս իրենք են որոշում։ Ինչքան եղել է, չէ՞ որ ժամանակաշրջան։ փոփոխություններ եղել է։ Իհարկե եղել է, փոշմանել են, եկել են, կասեցրել են դիմումը, իհարկե եղել է։ Զինա ջան։ Ինչ հաճելի էր թե Աստված տա միայն զաքսավորումներն այդ բաժանությունները թող լինի ուղակի մի քանի օրով, ամսով, տարով, թեկուզ է որ գնում եք խոպան հարգարժան տղամարդիկ աշխատելու համար։ Շատ լավ, այս թեման թողնենք կողք։ Սիր դու համարում ես մեզ կանանց թույլ սերի ներկայացուցիչ, քո կարծիքը։ Ես համարում եմ կանանց նուրբ սեռի ներկայացուցիչ։ Իսկ մենք Թույլ չենք, ոչ թույլ չենք։ Եթե թույլ լինեինք այդ մարդկության բազմացումը, ոնց որ ասում են, մեր վրա դրված չէր լինի ծնունդը, այո, ծնունդները, իհարկե տղամարդն է իր դերակատարությունը իհարկե ունի, բայց կնոջ վրա ավելի ծանր բեռ է դրած։ Շատ լավ, իսկ Սիրանուշ Միրզոյանը ունի ուժեղ գիծ, որ իր այդ մեծանում է։ Իհարկե ունեմ։ Եթե գաղտնիք չէ։ Ուժեղ գիծը։ Այո։ Ես համբերատար եմ։ Արդար եմ ինձ համարում։ Եվ բարի կամեցող ամենակարևորը։ Իսկ Սիրանուշը կադրից դուրս դե գիտենք մամա, հա, կին, այդ ամեն ինչը։ Այո։ Տան կռիվանողը դու ես, Սիր, ձայն բարձրացնողը առաջի թեմատիկը։ Ոչ մեկ ձայն չի բարձրացնում, ուղղակի ես բարձր եմ խոսում։ Բայց դա չեմ համարում ձայն բարձրացնել։ Բարձր խոսացող։ Միևնույն է կանայք, հա։ Շատ լավ, բարձր եմ խոսում, այո։ Լավ, եւս մեկ հարց։ Կան հարցեր, որոնք ես ուղղակի հատուկ քեզ համար եմ գրել ու ուզում եմ դա իսկապես հենց առանձին, հա, դու պատասխանես, որքանով եք կառավարում այն ամենը, ինչ կատարվում է ձեր կյանքում։ Տիկին Միրզոյան, կարողանում եք կառավարել։ Իհարկե կարողանում եմ։ Ինչպես։ Այդ նյութապես է լինում, հոգեպես է լինում, ֆիզիկապես ո՞նց է լինում։
Կարծում եմ սпасելով, որովհետև ամեն ինչ իր ժամանակին լինում է, թե վատը, թե լավը։ Եվ ասեմ ձեզ, որ խնդիրներն էլ փորձում եմ դիմավորեմ ժպիտով։ Եվ ռուսերեն ոնց որ ասում են, если ситуация не нравится вам, измените ваше отношение к этой ситуации։ Համաձայն եմ։ Ես փորձում եմ այլ ասպեկտով նայել այդ խնդրին, այդ խնդրին եւ չկա այդ նենց խնդրեմ, որ լուծում չունենա։ Ես տենց եմ կարծում։ Եվ փորձում եմ մի այլ ձևով մոտենալ տվյալ խնդրին եւ լուծում գտնել եւ գտնում եմ, պատկերացրեք։ Ելքը կա, փաստորեն։ Խոճապի չեմ մատնվում։ Շատ լավ։ Իսկ դուք հանուն հարազատի փրկության օրենք կխախտեք։ Ոչ։ Եթե ես ցանկանամ շփվել, օրինակ ձեր ընկերների հետ, եւ խնդրեմ բնութագրել Սիրանուշին։ Սիր ինչ ձև քեզ կբնութագրեն քո ընկերները։ Ինձ թվում է կասեն բարի, առանց մտածելու ասեմ։ Հա։ Իսկ ընտանիքի Հունից անդամները հանելը Դժվար շատ է։ դժվար է, շատ։ Ես ուզում եմ այդ հարցը տալ, ով կամ ինչը կարող է հունից քեզ հանել։ Ինձ հունից ոչ մի բան չի կարող հանել։ Լուրջ ես ասում։ Դու մեքենա վարում ես։ Այո, Էդ էլ չի հանում Չի հունից քեզ։ հանում։ Չաճել է, փաստորեն կա։ չի հանում։ Որովհետև ես որ նայում եմ հիմա կանեք Ներվերը անջատած, Հա։ գնում եմ առաջ։ Շատ Պետք է լավ։ անջատեք, էլի։ Լավ, եւս մեկ հարց։ Կա մի գաղտնիքը, որ երբևիցե ոչ մեկին չես պատմել սիր ու դեռ քեզ հետ մեծանում է ու չգիտեմ կպատմես թե ոչ կա տենց հոգումդ մի տենց փոքրիկ պատմություն։ Երևի կլինի, ով չունի։ Ինձ թվում է ոչ մեկին միգուցե ընտանիքից դուրս չեմ պատմել, այսպես ասեմ, ընտանիքում գիտեն, ընտանիքից դուրս, որովհետև կարծում եմ, որ յուրաքանչյուրի խնդիրը իրենն է եւ ոչ մեկին չի հետաքրքրում քո դարդը, ցավը եւ խնդիրը եւ պետք չէ նեգատիվը սփռել մարդկանց վրա եւ իրենց ծանրացնել այդ քո խնդիրով, խնդրեմով, այդ նեգատիվով, հա, այդ րոպեին կասեն վայ, բա հետո։ Եվ ինչքան կա։ Այո, եղել իհարկե կա։ Դու քո չափի քառակուսու մեջ Ես իմ քառակուսու Շատ մեջ, լավ։ այո, փորձում եմ լուծել իմ խնդիրները։ Իսկ եթե այո։ քեզ հնարավորություն լիներ օրինակ մեկ շաբաթով լինել հակառակ սեռի ներկայացիչ։ Ինչ կաներ այդ մեկ շաբաթով։ Անեն շռայլ կլիներ։ Չորինակ Հակառակ սերի ներկայացուցիչների մեջ միայն գնահատում եմ շռայլությունը։ Այո։ Եթե տղամարդը շռայլ է, ցանկացած հարց կարող է լուծել, ցանկացած։ Պաստորեն մենք մի քիչ Այդպես նման չի։ ենք իրար։ Շռայլություն պետք է ունենալ։ Ես էլ եմ տենց մտածում։ Շատ լավ։ Իսկ կա մի իր, որ երիտասարդ տարիքից քեզ հետ մեծացնում ես։ Ու քո կողքին եմ իր։ Իր Որ ասում ես, էսի են մամայինց, տատիս։ Հա, այո, տենց կա, կա՞։ այո։ Քո ունեմ։ տանն է։ Այո, իմ տանն է։ Չաճելի։ Այո, կա։ Շատ լավ։ Իսկ քո ամենամեծ վախը իրականություն դարձել է։ Երևի ոչ, Աստված ոչ անի դառնա։ Աշխատում եմ տենց- վախերի մասին չմտածել։ Բայց կա տենց օրինակ արդեն վախ։ Ես ընդհանրապես ոչ թե վախկոտ, այլ զգուշ մարդ եմ ինձ համարում։ Զգուշավոր եմ, որպեսզի մի քայլ անեմ, 10 տակ մի հատ կշռում Մտածում եմ, ես, հա։ տակ գլխով ոչ մի գործողություն աշխատում եմ չանեմ, որովհետև բոլոր սխալները լինում են տակ գլխով Հա։ գործողություններ անելուց հետո վախ կարծում եմ բոլորը ունեն, հա, Զինա ջան։ Աստված ոչ անի մեր վախերը դառնան իրականություն։ Աստված ոչ անի, չէ։ Շատ լավ, ես էլ Չի եմ դառը, մեկ վախենում չի այդ դառը։ դրա մասին եմ Այո։ բարձրացնել։ Լավ, մեկ հարց էլ։ Իսկ եթե մեկ օրով լիներ երկրի նախագահ, մեկ օրով, կվայելեիր, թե կստորագրեիր։ Կստորագրեի։ Հրամաներ նոր օրենքների, թե օրենքներ հանելու։ Եվ հանելու, եւ փոփոխությունների, եւ օրենքների, բայց միևնույն է մեկը դժգոհ էին լինելու։ Հա, դե կա տենց Մենք բոլորս միշտ վատն ենք, չէ՞, մանգալի, ամեն ինչի մեջ։ Շատ լավ։ Տանը երեխային դաստիարակելուց կա մի նախադասություն, չգիտեմ, երևույթ դու որ անընդմեջ դա կրկնում ես, որ դա ամենակարևորն է երեխային դաստիարակելու համար, որ նա իմանա, որ դա քոնն է ու մամայի խորհուրդն է։ Հիմա իմ աղջիկը 20 տարեկան է արդեն եւ այնքան խելացի է եւ պատկերացրած Զինա ջան ինքն է արդեն մեզ։ Հա, նորմալ է։ Ինչա ոնց է։ Շատ խիստ եմ մեծացրել իրան։
շատ խիստ եմ մեծացրել, ինքը միակն է, Դե ամբողջ այդ ուժս, եռանդս դրել եմ իր դաստիարակության մեջ եւ պատկերացրեք и пожина плоды, как говорят, հա, ես հիմա տեսնում եմ արդյունքը եւ շատ գոհ եմ եւ այդպես որ նույն բանը ասեմ, չկա տենց բան, որ ասեմ։ Ուղղակի փորձում եմ էլ չասել, քանի որ ինքը արդեն գիտակցված իր ուղին բռնե եւ գնում է այդ իր նպատակների իրականացմանը։ Չաճելի է, վստահ եմ աղջիկը լսում է ու վայելում է այս խոսքերը։ Շատ լավ, իսկ Սիրանուշը Աստծո հետ շփվում է։ Մտքում, սրտում, հոգուն, այո, իհարկե։ Իսկ դու այն դեմքերից ես, որ պետք է պարտադիր գնալ եկեղեցի, չգիտեմ, Չէ, եկեղեցի գնալը կարծում եմ եկեղեցի այդտեղ գնալը ինչ որ այդքան չի նշանակում, որ դու ուրեմն հա Աստծուն ամեն մարդու մեջ իր մեջ պետք է լինի Աստված եւ Աստծուն պետք է խնդրի այս կամ այն բանը եւ Աստծուն պետք է շնորհակալ լինի նրանից, ինչ ինքը ունի այսօր։ Իսկ հիմա դու ավելի շատ խնդրում ես, թե շնորհակալ ես։ Շնորհակալ եմ։ Քանի որ այն ինչ ունենք, հա, մենք այսօր շատ մարդ կա, որ չունի։ Դե հա։ Եվ մենք շնորհակալ ենք նրանից, որ ունեմ, ավել բան պետք չէ։ Շատ լավ, իսկ եթե Աստծո ճրագը հենց հիմա քո ձեռքում լիներ, ինչ բարեմաղթանք կասեիր։ Բոլորից, Այո։ բոլորից բարեմաղթանք, որ բոլորս ինչ ենք ուզում, խաղաղություն ենք միայն ուզում։ Այո։ Եվ բոլորի ամեն մեկի սրտում ինքը իր նպատակը ունի։ Կուզեի, որ այդ նպատակը իրագործվեր, որտեղ տարբեր նպատակներ են, հա, բոլորի մոտ եւ նպատակների իրագործում եւ խաղաղություն ամենակարևորը, որովհետեւ ամեն առավոտ որ արթնանում ենք, ինչ որ մի լավ լուրի ենք սպասում եւ ես հույսով ապրում եմ եւ լավ պոզիտիվ եմ նայում, հա, այսպես ասեմ, ամեն ինչին եմ փորձում պոզիտիվ նայել եւ լավն եմ կամ քանի որ լավն եմ կամենում, լավն է սպասում եմ, որ պետք է լավ լինի։ Մեր հայ ժողովուրդը կարելի ասել լինելով հինավուրց ժողովուրդ ու տանջված, բայց հին ենք։ Եղել ենք, կանք ու կլինենք։ Ու միշտ լինելու ենք, կարծում եմ, այո։ Շատ լավ։ Անցնենք մեր ծրագրի ֆորմատին։ Ապա Ինձ մոտ հիմնականում նաև սիր հյուրընկալվում են այն անհատներ, երգիչներ, երաժիշտներ, կազմակերպություն, ընկերություններ, ովքեր որ կապնում են առիթների հետ։ Դու ամեն անմիջական կապն ես առիթների հետ, հենց սկզբից, այսպես ասած, հա։ Բայց ես ուզում եմ իմանալ դու ինչպիսին ես որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ, սիր դու ընտրի։ Կին, ով ամիսներ առաջ նախորոք կազմակերպում է ծննդյան օրը, կին, ով չի սիրում տեսակ այդ օրը մեկ ուսանում է, տխրում է, եւ կին, ով ունի ընտանիք, կոլեկտիվ, ոնց էլ չլի, մի բան այդ տարի կկազմակերպի։ Որն է քոնը։ Զինա ջան, ընդհանրապես ես չեմ սիրում իմ առիթը։ Ես սիրում եմ ուրիշի առիթներին ավելի շատ ուրախանալ, քան իմ, որովհետև հոբելյար լինելը չէ, որ մեկ տարով էլ ես մեծանում։ Իմ տեքստերը հետո արդեն դրա մեջ ինչ կա ուրախանալու։ Թվեր, այո։ Հա, ուրախանում եմ բոլորը, հետո չեմ սիրում այդքան, որ հա, հասկացա, ես ուրիշի առիթներին ավելի եմ ուրախանում, մեկ ուսանալ չէ, լինում է, որ նշում եմ, բայց տխուր եմ լինում, հա, իմ մեջ, մի տեսակ չեմ կարողանում արտահայտվեմ, իջև վերջ, բան ասում, վայ, երբ այս օրը լինելու, անցելու, գնալու, առավոտ գալու, վերջացնեմ այս օրը։ Բայց ասա ցանկալի է այդ օրը, օրինակ, այդքան չկազմակերպել, բայց շատ նվերներ ստանալ։ Հա, դե պուպուշ նվերները միշտ է ցանկալի է, իսկ ինչու կինը պետք է նվեր ստանա անպայման իր ծնունդի օրը։ Դե գոնե մեկ ամսյակն էլ ենք ստեղծել դրա համար։ Ինչու մեկ ամսյակ։ Բա հիմա դե ամբողջ կյանքով մեկ կինը կարծում եմ պետք է նվերներից զուրկ չմնա։ Ես տենց եմ կարծում։ Ես էլ եմ տենց կարծում, մնում են նվերներ տվողները դրա մասին մտածեն։ Դե թող լսեն մտածեն։ Իմ ու քո ընկերուհիներից մեկը ասեց, այս տարի չգիտեմ ինչի, ես ավելի շատ կանանցից եմ նվեր ստացել, քան տղամարդկանցից։ Ես էլ։ Այդ այն շռայլության մասին է, չէ՞ խոսքը, որ ասում ես։ Այո, դե կանայք միմյանց ավելի շատ նվերներ են տալիս, կարծում եմ, քան տղամարդիկ այսօր, տղամարդիկ։ Կա տենց բան։ Սիր, ես կխնդրեմ, որ մեր օրվա հոբելյարներին տեսախցիկի նայելով շնորհավորես։ Սիրելի հոբելյարներ, սրտան շնորհավորում եմ ձեր ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանալով ձեզ միայն ժպիտներ, լավ, բարի, լուսավոր, ուրախ օրեր։ Ցանկանում եմ, որ բոլորը ձեզ միայն բարին կամենան, շրջապատված լինեք միայն բարի կամեցողներով,
կեղծ ընկերներից հեռու մնաք եւ կեղծ ընկերներն էլ ձեզանից հեռու մնան եւ ամեն ինչ լինի ձեր սրտով, ձեր ուզածով, ձեր պատվերով։ Պատվերով համերգներ եմ ձեզ ցանկանում, կյանքով մեկ։ Ավելի շնորհակալ եմ շատ։ Սիրիա վերջում ես քեզ համար նախապատրաստել եմ բլից հարցեր։ Ու հիմնական այս բլից հարցերը տալիս եմ կին իմ հյուրերին, բայց բաներ կա, որ առանձնացնում եմ հատուկ հյուրերի համար։ Պատրաստ ես։ Ապա Գնացինք։ Քեզ ինչ ծաղիկի կնմանեցնես։ Որ ծաղկին ես դու նման սիր, քո կարծիքով։ բարդ երևի։ Լուրջ։ Այո։ Տեսքն ես ասում, թե փշոտությունն ես ասում, ինչը։ Սիրուն ու փշոտ։ Հա, շատ լավ։ Սև թե սպիտակ, Սպիտակ, դառը թե քաղցր, քաղցր, սուրճ թե թեյ, սուրճ, կոկտեյլ թե կոնյակ, կոնյակ, փող թե սեր, փող, քաղաք թե գյուղ, քաղաք, 40+, ֆիլմ թե ներկայացում, ֆիլմ, հոգեբանի մոտ թե ընկերուհու մոտ, ընկերուհու մոտ, լավ, ամառ թե ձմեռ, ամառ, ոսկի թե արծաթ, ոսկե, նախընտրած կենաց, հիշողությունների կենաց, ինչ հաճելի է, հայկական թե այլ խոհանոց, հայկական, Աստծուց շատ խնդրում ես թե շնորհակալ ես, շնորհակալ եմ, եթե չլինեն կինն ու գինին, ապա ոչ մի բան էլ չի լինի, շատ լավ, վերջի հարսը երկար չես մտածի, նախընտրած հեռուստաղորդավարուհի, Ույո, ձիրուլի, շատ լավ, իսկ քանի որ մենք մեկ ամսյակի մեջ ենք գոնե, ես շատ էի ցանկանում քեզ ինձ մոտ տաղավարում տեսնել, Սիրճան, Հաճելի է, դե շնորհակալ եմ։ բնականաբար դու գիտես, մենք ունենք Սոնյա Դիլանյան, որ ամենամեծ կապն ունի հարսանեկան առիթները, ասած ազդեցիկ կանանց մեջ մտնում է Սիրանուշ Միրզոյանը, հիշիր, որովհետև նրան լսում են շատ կանայք, նրանց խորհուրդ են վերցում շատ կանայք, եւ շատերն են ուզում են նմանվել։ Եվ բնականաբար 1 րոպե հետո հեռախոսը համար, այնպես որ իմ պրոդյուսերը այս դեպքում արդեն Սոնյա Դիլանյանն էր։ Ես ունեմ նվեր։ Մեր հովանավորի կողմից հայկական ապրանքանիշների հետ դու ոնց ես շատ լավ, օգտագործում ես, գիտես, Իհարկե։ հա, ինչ հաճելի է։ Վիստոսո ապրանքանիշը բացառապես հայկական է եւ մտածում է դեռ բացառապես կանանց մասին։ Ես ունեմ քեզ համար խնամք, ես գիտեմ, որ դու թուլություն ունես մազերի եւ այն էլ խնամելու։ Վիստոսոն հենց քեզ նման կանանց մասին է մտածել, ես ունեմ անպայման օգտագործես նվերը ստանալուց հետո, Անչափ ինչու ոչ։ շնորհակալ եմ, Սիր կուզեմ նաեւ արձագանք Շնորհակալ եմ ես, շատ։ տեսնեմ գոհես թե չէ։ Ապրանքանիշից կարող ես նայել։ այո, Պետք է կանել մեզ նման երկար այո, մազեր իհարկե, ունեցողների այո, համար։ Սա միշտ պետք է կյանքում, պետք Այո։ է օգտագործել, ցանկացած կին պետք է հետևի իրեն եւ խնամքներ օգտագործի, ավելի լավ է, այո, հայկական, եթե հայկականը Գոնե մենք մերը սպառենք, հա։ Այո, մենք մերը սպառենք, որ այո, մեր հայկական արտադրանքը պետք է միշտ օգտագործել։ Ես ասեմ ձեզ լավն են, ցանկացած հայկականն էլ Հա։ չի զիջում, հա, Այո։ արտասահմանյան միայն բրենդի շնորհիվ է, որ Երևանում էլ մեծամասնությունը ֆեյքերներ։ այո, պետք է միայն պատվերով ունենաս, որ ունենաս, այո, պետք է ցանկացած կին հետևի իրեն եւ միշտ այդ բառը շատ եմ սիրում, շուշուտ եմ կրկնում պուպուշը, հա, պուպուշ ձևի Ցանկալիությունը չկորցնի, անկախ նրանից թե քանի տարեկան է կինը։ Նա մանավանդ 40+-ը, հա։ Եվ 40+-ում կարծում եմ նորովի պետք է ներկայանալ յուրովի եւ քանի որ կյանքը նոր գույներ է բացվում, նոր հնարավորություններ, ինչու՞ չէ, եւ պետք է երբեք չզիջել։ Այո, համաձայն եմ։ Իսկ այսքանից հետո Տիկին Միրզոյան, ես պահանջում եմ կներեք որպես ընկերուի ձեզանից նորության դեպքում արձագանքել որ առաջի հետաքրքիր նորությունը ինչի օրենքի թեկուզ ստեղծումը, որը կանանց համար կլինի հաճելի, առավել եւս ինձ մոտ տաղավարում լինեք, ու տենց մենք լուսաբանենք։ Սիրով։ Կսպասեմ Սիրճան։ Սիրով։ Շնորհակալ եմ շատ քեզ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ Զինա ջան։ Ես ուզում եմ ոչ թե մեկ ամիսը, այլ մի ամբողջ տարի լինես միշտ խնամված, սիրված։ Ես գիտեմ, որ դու ընտանիքում եւ օրինակելի կին ես, եւ մամա ես, եւ երբեք շռայլությունը չկորցնես։ Շնորհակալ եմ։ Նույնպես ձեզ եմ ցանկանում Զինա ջան, ձեզ անկապան եթերներ, միշտ բարձունքներից լինեք,
հարցուկներով լինեք, այո, եւ անխափան միշտ անխափան մնաք։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ այսքանից հետո երևի թե տղամարդիկ ավելի շատ հաճույք ստացան մեր թողարկումից, վստահ եմ, իսկ կանանց խորհուրդները միշտ սպասեք հենց մեր ծրագրից, ոչ թե մեկ ամսվա մեջ, այլ ընդհանուր ամբողջ տարվա մեջ։ Ձեզ հետ իմ մեծն Սիրանուշ Միրզոյանն էր եւ իհարկե ձեր Զինա Հակոբովնան, փնտրեք ինձ բացառապես 21 TV եթերում, բարին ընձեզ։ Ha Արի մոտսում իմ նատանը Որովհետև կարոտել եմ համել Քո ժպիտու շուրթերիդ համը Ինձ ագամ է Ունեմ մի հայացք, մի նայվածք, մի ժպիտ Էй, որը տենալուց պակասում ա օդը Էդ այն չարած ու առանց իմ յարի Չի գալի մուսա, չգիտեմ ոչ մի նոտա Ու մեր մեջ ասած սնորված ա աշխարը Որտև առանց էր կործանվում ա դարը Սերը լինում ա համտակ համ է սարը Ախ ինչ լավն ա իմ յարը Քեզ կարոտում եմ ամեն վարկյան Ուզում եմ շուտ թե վերառնեմ ու կամ հավեմ գնամ Ամեն վարկյան Մոտդ մնամ ու անեանամ Սրտիս ողսերը հանեմ ու տամ Կզգաս որ կամ Ամեն վարկյան Կարոտել եմ ու չեմ կարա Ճարչունեմ դեմի ճարարը Համփուրեմ սիրտս հովանա Նանա սովենա Արևին կասեմ ուշացի Մի տխրի ու դու միլացի Քոնն է սիրտս իմացի Քեզ կարոտում եմ ամեն վարկյան Ուզում եմ շուտ թե վերառնեմ ու կամ հավեմ գնամ Ամեն վարկյան Մոտդ մնամ ու անեանամ Սրտիս ողսերը հանեմ ու տամ Կզգաս որ կամ Ամեն վարկյան Իմ համար դարդ ես արել Նույնիսկ երբ քեզ նեղացրել եմ Չիմանայր հանգիստ ապրեիր Ու չէի լսի տխուր եքերս Բայց հիմա արի ու տես Պատանու պես մոլորվել եմ Համ սրտանց համ մի սրտ է Քո մասին ես երկը գրել եմ Ինքը համ բարի համ մեկի չվայրի Գեղեցկությամբ կարա հանգիստ այրի Առանց բարևիտ կարա օրը մարի Ամեն վարկյան օր շաբաթ ու տարի Քեզ կարոտում եմ ամեն վարկյան Ուզում եմ շուտ թե վերառնեմ ու կամ հավեմ գնամ Ամեն վարկյան Մոտդ մնամ ու անեանամ Սրտիս ողսերը հանեմ ու տամ Կզգաս որ կամ Ամեն վարկյան Քեզ կարոտում եմ ամեն վարկյան Արի մոտս Հավեմ գնամ Մոտդ մնամ ու անեանամ Եփեմյան Կզգաս որ կամ Ամեն վարկյան Քեզ կարոտում եմ ամեն վարկյան